Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Այդ քարտեզի վրա Հայաստան գրված է, Ադրբեջան գրված չէ, Փաշինյանն արձագանքել է Ալիևին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին այն մասին, թե 20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի հրատարակած քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։ Armenpress-ի փոխանցմամբ Փաշինյանը հարցին անդրադարձավ կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում։ Վարչապետը նախ նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները տեղեկատվությունը ճշգրիտ փոխանցեն հանրությանը, ընդգծելով, որ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևանա լիճ, կա Գյոլճա լիճ, բայց Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական Ռուսաստանի հրատարակած քարտեզներում չկա Սևանա լիճ, կա Գյոչա լիճ։ Նա նկատեց, եթե լրագրողներն այդ քարտեզները հանեին, կտեսնեին, որ այդ քարտեզն ինչքան այդ տեսակետից կարող է աննպատակ լինել Հայաստանի համար, երկու այդքան կարող է աննպաստ լինել ցանկության դեպքում Ադրբեջանի համար։ Օրինակ, կարող է պարզվել, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա։ Եթե գնանք ցարական քարտեզներով, ինչու ոչ նաև դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, խանական, խալիֆայական քարտեզներում ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն։ Ինչ հղումով քարտեզում շատ պարզ գրված է Հայաստանն այսօրվա Հայաստանի տեղում, այսօրվա Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրված չէ, ասաց Փաշինյանը։ Վարչապետը համարում է, որ դա անիմաստ թեմա է ու քննարկվում է առավել ևս 2025 օգոստոսի 8-ից Վաշինգտոնյան համաձայնություններից հետո, ու այդ քարտեզի վրա Հայաստան գրված է, Ադրբեջան գրված չէ։ Ինչ է դա նշանակում։ Դա ինչ քաղաքական հետևության է բերում, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գյանջայի անունը Կիրովաբադ։ Ինչ է դա նշանակում։ Դրանից հետևություն ինչ է, հարցրել է Փաշինյանը։ Նա հավելեց, իրեն այդ ամենն ընդհանրապես հետաքրքիր չէ, քանի որ 2025 օգոստոսի 8-ին ստորագրած եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024-ի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը։ Փաշինյանին նաև հարցրեց. ով է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են, այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական։ Ինչ վերաբերում է Ալիևի ավտոմեքենաներով ադրբեջանցիների Հայաստան գալու հայտարարությանը, վարչապետն ասաց, որ խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենայով գնալ Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ Երևան։ Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի պատմական բանավեճերի մեջ ընկնելու օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։ Փաշինյանի առաջարկն է նաև ստորագրված փաստաթղթերի հետևում, որ պետք է դադարեցնել այդ մոտեցումը։